ամփոփեմ 2025 թվականի օդի ջերմաստիճանի և տեղումների վերաբերյալ տեղեկատվությունը։ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8.1 աստիճան, որը նորմայից բարձր է գրեթե 1 աստիճանով։ Տեղումների քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 422 մմ, որը կազմում է նորմայի 81%-ը։ 2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ և նոյեմբեր ամիսը։ 2025 թվականի մարտը 6-րդ տաք մարտն էր, սկսած 1935 թվականի դիտարկումների տվյալների համաձայն։ Առանձին օրերին դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ, մասնավորապես մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31.3 աստիճան, գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2-ին և օգոստոսի 5-ին, օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում հասնելով համապատասխանաբար 41.9 և 41.5 աստիճանի և գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները, իսկ Արենիում այդ օրը գրանցվեց 42.6 աստիճան։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է դիտվել նաև հոկտեմբերի 7-ից 9 ընկած ժամանակահատվածում, երբ օրական միջին ջերմաստիճանները հանրապետության առանձին շրջաններում բարձր էին 5-ից 7 աստիճանով։ Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանները հասան 30-ից 32 աստիճան, իսկ Մեղրիում 34.5 աստիճան, որոնք նույնպես աննախադեպ էին։ Նոյեմբեր ամիսը մեր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր, սկսած 1935 թվականից։ Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է նոյեմբերի 9-ին Կապանում 27 աստիճան, նոյեմբերի 23-ին առավելագույն ջերմաստիճանը հասել է 25.8 աստիճան։ Օդի միջին ամսական ջերմաստիճանները ցածր էին նորմայից միայն համապատասխանաբար 2 աստիճանով և 0.8 աստիճանով։ 2025 թվականի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արենիում 42.6 աստիճան օգոստոսի 2-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը -28.5 աստիճան հունվարի 30-ին։ 2025 թվականի ձմեռը հանդիսացավ ամենաչորը մեր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության մեջ, սկսած 1935 թվականից։ Տեղումների միջին քանակը Հայաստանում ձմռան ամիսներին կազմել է 55.7 մմ, որը նորմայի 49%-ն էր, ինչը իր ազդեցությունը ունեցավ ջրային ռեսուրսների վրա։ 2025 թվականի հունվար, օգոստոս և նոյեմբեր ամիսները հանդիսացան երկրորդ չորը, սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը հունվար, օգոստոս և նոյեմբեր ամիսներին կազմել է նորմայի համապատասխանաբար 18, 19 և 7%-ը։ Խոնավ էին ապրիլ և սեպտեմբեր ամիսները և բոլոր դրական նախադրյալները կան, որ խոնավ կլինի նաև դեկտեմբեր ամիսը։ Ցանկանում եմ առանձնացնել երկու վտանգավոր երևույթ, որ դիտվեցին 2025 թվականին։ Առաջինը դա արտաշատում մայիսի 5-ին 3 ժամ 10 րոպեվա ընթացքում թափվեց 1.5 անգամ նորմայից ավել տեղումներ և զգալի վնաս հասցրեց տնտեսությանը, և մյուս վտանգավոր հիդրոթերապևտաբանական երևույթը, որ հունիսի 15-ին ուժեղ քամի պտտահողմ դիտվեց Ապարանում, որի ընթացքում քամու ուժգնությունը հասավ մինչև 39 մետր/վայրկյան, նույնպես զգալի վնաս հասցնելով տնտեսությանը։ Ջրային ռեսուրսների հետ կապված նշեմ, որ 2025 թվականին գետերում ջրի միջին տարեկան ելքերը եղել են նորմայից ցածր, կազմելով նորմայի 50-ից 90%-ը, ընդ որում ամսական ելքերը զգալի ցածր են եղել նորմայից, հատկապես մայիս-հունիս ամիսներին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2025 թվականի ձմեռը, ինչպես նշեցի, ամենաչորն էր մեր դիտարկումների պատմության մեջ և մինչև փետրվարի 3-րդ տասնօրյակը ձնածածկույթը բավական ցածր էր նորմայից և չէր գերազանցում 30 սանտիմետրը մինչև 2200 մետր բարձրությունները։ Սակայն ի ուրախություն մեզ փետրվարի 20-21-ին դիտվեցին ուժեղ ձյուն և զգալիորեն լրացվեց այդ տեղումների պակասը և որոշակի դրական տենդենս նկատվեց ջրային ռեսուրսների հետ կապված։ Սևանա լճի տեղեկատվությունը 2025 թվականի հունվարի 1-ին լճի մակարդակը կազմել է 1939 մետր, վերջինս մինչև հունիսի 8-ը բարձրացել է 38 սանտիմետրով, կազմելով 1977 մետր,
Հունիսի 9-ից սկսած լճի մակարդակը մինչև դեկտեմբերի 28 այսօր ներառյալ իջել է 55 սանտիմետրով եւ այսօրվա դրությամբ լճի մակարդակը կազմում է 1922 մետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սանտիմետրով։ Լճի ծավալը կազմում է 37.8 կիլոմետր խորանարդ, իսկ մակերեսը 1275 կիլոմետր քառակուսի։ Արտասևան ջրատարով Սևանալիչ տեղափոխված ջրի քանակը մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ կազմում է 119.6 միլիոն, որը 65.4 միլիոնով պակաս է նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղափոխված ջրի քանակից, իսկ ոռոգման նպատակով ջրի պաստողումը սկսվել է հունիսի 6-ին եւ շարունակվել մինչև սեպտեմբերի 27-ը։ Այդ ժամանակահատվածում լճից պաստողված ջրի ծավալը կազմել է 170 միլիոն 965 հազար, ինչը 49.9 միլիոնով ավել է 2024 թվականի ցուցանիշից։ 2025 թվականին մենք ՊՕԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարներից 3-ում Ախուրյանում, Ազատում եւ Մարմարիկում ունեցանք 100% լցվածություն, իսկ Ալփի, Լիճ եւ Ապարինի ջրամբարում 51% լցվածություն։ Այսօրվա դրությամբ ՊՕԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարներում ջրի ծավալի գումարային մեծությունը կազմում է 252 միլիոն խորանարդ մետր, որը 2024 թվականի նույն օրվա մեծության համեմատ 137 միլիոն խորանարդ մետրով պակաս։ Շատ լավ, շնորհակալ եմ, խնդրեմ